Спасибо. Ամեն, փառք Աստծուն, փառք Տիրոջը։ Սիրելիներս կարող եք նստել Աստծո ներկայության մեջ, ես էլ եմ ձեզ բոլորիդ ողջունում, շատ ուրախ եմ տեսնել բոլորիդ, փառք Աստծուն, փառք Տիրոջը, որ կարող ենք հավաքվել Աստծո տան մեջ։ Մենք մի փոքր ճանապարհորդեցինք, գնացել ենք ծառայելու Ֆլորիդա Հովիվ Արտուրենց եկեղեցում եւ հետո ընդամենը մի շաբաթով հանգիստ վերցրեցինք երկուսով, որովհետեւ շատ կարիք ունեինք դրա։ Փառք Աստծուն, բայց մենք տանն ենք։ Սիրելիներս, այսօր ուզում եմ խոսեմ մի բանի մասին, որ հավատացած եմ, որ ինչ որ մարդկանց այսօր դա պետք է։ Ինչու, որովհետև մենք շատերս անցնում ենք ինչ-որ բաներով և շատ ժամանակ չենք հասկանում ինչի ենք անցնում։ Երբ որ մենք գալիս ենք Աստծուն, չգիտեմ ինչի կան մարդիկ, կան քրիստոնյաներ, նույնիսկ կարծում եմ ծառայողներ, հովիվներ, որոնք ասում են, որ եթե դու գալիս ես Աստծուն, ուրեմն պետքա միշտ լինես առողջ, պետքա խնդիր չունենաս, պետքա ամեն բան քո մոտ լինի լավ։ Եվ գիտես, կարծես նման մարդիկ դնում են ինչ-որ բարձր ստանդարտներ, իրենք իրենց կեղծավոր ձևով ցույց տալով, որ իրենց կյանքում ամեն բան լավ է։ Եվ մարդիկ նայում են ու ասում են, ես էլ եմ ուզում իրապես լինեմ, բայց իմ մոտ այդպես չի։ Գիտեք ինչին է նման է, ասենք Instagram-ի կամ Facebook-ին։ Երբ որ դու նայում ես մարդու կյանքը միայն լավ կողմից, սիրուն նկարներ, գեղեցիկ զգեստեր, սիրուն կերակուր ու մարդիկ նայում են ու տեսնում են միայն այն ինչ որ այդ պահին տեսնում են պատկերացնելով, որ այդ մարդու կյանքը հրաշալի կյանք է, չհասկանալով այն բոլոր խնդիրները, որ այդ մարդը կարող է անցնի։ Դրա համար սիրելիներս ուղղակի ուզում եմ ասեմ, որ դա սուտ է, որ երբ որ դու գալիս ես Աստծուն, որ քո մոտ երբեք խնդիրներ չեն լինում։ Դա շատ սխալ ուսմունք է եւ շատ սխալ վերաբերմունք, որովհետեւ ցավոք սրտի այն մարդիկ, որ մտածում են, որ դա այդպես է, նրանք հետո հիասթափության են գալիս։ Որովհետեւ այո եւ ամեն Աստված մեզ խոսք է տվել ունենալ ուրախություն մեր մեջ, որովհետև ուրախությունը նրանից է, խաղաղությունը նրանից է, բայց երբ որ ունես դու խաղաղություն, դա չի նշանակում, որ քո շուրջդ միշտ խաղաղ է լինում, որովհետև քո կողքդ կարող է լինեն փոթորիկներ, բայց եթե դու նրա հետ ես, քո մեջ կարող է լինել խաղաղ։ Բայց բացի դրանից, սիրելիներս, ես չգիտեմ ինչու, այսինքն գիտեմ, բայց կատարվում են մարդկանց հետ, քրիստոնյաների հետ դեպքեր, որոնք դու երբեք չես պլանավորում, որ կատարվեն։ Դու երբեք չես սպասում, որ դա կարող է լինի։ Դու չես սպասում, որ մի օր դու կարող է ունենաս կորուստ։ Դու չես սպասում, որ կարող է ֆինանսական խնդիրներ ունենաս։ Դու չես սպասում, որ քրիստոնյա լինելով, ծառայելով, հանկարծ մի օր հայտնաբերում ես, որ դու հիվանդություն ունես։ Ու պահի տակ լինում են հիվանդություններ, որ կարծես բժշկություն չկա դրա համար։ Եվ իհարկե, եթե դու չես հասկանում Աստծո ճանապարհները, չգիտես Աստծո խոսքը, չգիտես խորությունը, քո մոտ մեծ հարցեր են ծագում։ Ինչու՞։ Գիտես, շատերդ գիտեք պատմություններից մեկը իմ կյանքի, ես շատ պատմություններ եմ ունեցել քրիստոնյա լինելով, բայց պատմություններից մեկը կատարվում էր 12-13 թվականին, երբ որ ես ունեի մի փոքր ռեստորան Glendale College-ի դիմացը, եւ իմ նպատակն էր, որպեսզի ես ընդլայնեմ, սարքեմ ցանց, հետո չգիտեմ, վաճառեմ այդ ցանցը եւ այլը, եւ կարծես, գիտեք, ամեն բան ես արել էի ճիշտ։ Ինչ բանով, որովհետեւ ես երբ որ եկա այս երկիր արդեն անգլերեն գիտեի, իմ մասնագիտություններ, ռեստորաններ, հյուրանոցներ կառավարելու, համով որ եղել է այդ ռեստորանում, գիտեք, բավականին համով ուտելիք կար, իրականում մարդիկ
գալիս էին իրականում ոչ ես չեմ խոսում հայերի մասին, գալիս էին ուրիշ տեղերից, Հոլիվուդից, հերո ավելի տեղերից, որպեսզի ուտեն այնտեղ, որովհետև իրենց դուրը գալիս էր այդ համը։ Եվ գիտես, կարծես, հա, ինքը ինչ-որ փոքր բիզնես էր, բայց կարծում եմ բավականին համով մենյուով, լավ սերվիսով, ես էլ այդ ժամանակ ինձ ճիշտ հասկացեք, ես ոչ թե ուղղակի բիզնեսով էի զբաղվում։ Ես այն մարդն էի, որ ես հովիվին օգնում էի, երիտասարդական ծառայությունն էի անում, թարգմանություններ էի անում, ադմինիստրացիայով էի զբաղվում, ֆինանսներով, այսինքն եկեղեցում շաբաթը 7 օր ես եկեղեցում ծառայում էի։ Ես 10-րդս միշտ հավատարիմ ձև տալիս էի։ Այնպես չի, որ հիմա չեմ տալ, էլի, հիմա էլ եմ տալ։ Իմ համար դա որոշում է։ Բայց այսինքն ծառայությունը անում էի, ավետարանը քարոզում էի, բիզնեսը ճիշտ ամեն ձև դրված էր, բայց եկավ մի պահ, որ մեկ էլ սկսեց ամեն բան գնալ վատ։ Այսինքն ես սկսեցի հասկանալ, որ իմ բիզնեսը ունի կորուստ։ Եվ իմ մոտ շատ մեծ հարցեր սկսեցին բարձրանալ դեպի Աստված։ Չէ՞, ինչա, երբ որ մեն մոտ նեղություն ա լինում, առաջին ասում ենք ինչու Տեր։ Չէ՞, սկսում ես մտածել, ինչ եմ ես արել։ Կամ սիրում ենք մենք գցել, չգիտեմ, ուրիշի վրա, սրա մեղավորությունն էր, կամ չգիտեմ, սատանան է իմ հետևից ընկել։ Ու ասեմ ձեզ, ցավոք սրտի մարդիկ կային շատ հոգևոր մեր եկեղեցում, Ռուբեն, սատանան քո հետևից է ընկել։ Գրքեր էին ուզում ինձ տային, թե ոնց է սատանան ընկել իմ հետևից։ Այսինքն փոխանակ մարդու համար աղոթես, vocation չես, որ ամեն բան լավ է, որ Աստված քո հետ է, բայց մարդը իրանք էլ չեմ մեղադրում, չհասկանալով իրենք մեջ ինչ որ մի մտածելակերպ ունեն կամ, չգիտեմ, ուսմունք, որ սատանան կարա մարդու հետևից ընկնի։ Շատ ցավալի էր, սիրելիներս, այն ինչի միջով ես անցա եւ ես իրականում այդ հարցերը տալիս էի Աստծուն, ասում էի, Տեր, ի՞նչ է կատարվում։ Ու սիրելիս, գիտեք ինչու եմ սրա մասին խոսում եմ, որովհետեւ գուցե այսօր այս դահլիճում կամ նրանցից ով որ նայում են մեզ on-line, կան մարդիկ, որոնք քրիստոնյա են, որոնք սիրում են Աստծուն, որոնք հավատարիմ են Աստծուն, որոնք իրենք զոհաբերում են իրանց ֆինանսները, որոնք ծառայում են, բայց ինչ որ ընկնում են ճգնաժամի մեջ, ինչ որ խնդիրներ են ունենում, ինչպես ասեցի, հիվանդանում են, կորուստ են ունենում։ Մարդիկ կան նույնիսկ ծանրաբեռնված են լինում այն աստիճանի մտքային իրենց ապրումներից, ընկնում են դեպրեսիայի մեջ։ Գիտես, նման ժամանակները դու գալիս ես տուն եւ ուղակի երևի ես հարցն ես տալիս, ինչու Տեր, եւ հասկանում ես, որ դու շատ մեծ խնդիրի մեջ ես, դու ունես պրոբլեմ, եւ գիտես կան ժամանակներ, երբ որ դու շատ պարզ գիտես եւ հասկանում ես, ոնց դու կարող ես դուրս գալ այդ պրոբլեմից, բայց կան ժամանակներ, սիրելիներս, որ ոչ դու պատճառն ես հասկանում պրոբլեմի, ոչ էլ հասկանում ես, թե ոնց դուրս գաս այդ պրոբլեմից։ Եղել է ձեր հետ նման բաներ։ Իմ հետ եղել է, ոչ մի անգամ։ Գիտես, կյանքը երբեմն քեզ կարող է գցի ինչ-որ մի իրավիճակի մեջ, այնպիսի մի վայր, որ դու իրականում չես պլանավորել լինես, ու ոչ միայն չես պլանավորել, քո մտքով նույնիսկ չեր կարող անցնել, որ դու կարող ես դրա մեջ լինես։ Որովհետև գիտեք, մենք մարդիկ իմանալով Աստծո փառքը եւ Աստծո զորությունը, չէ՞, իմանալով, որ Աստված ամենակարող է, իմանալով, որ Աստված մեծ է,
Մենք չենք կարող մարդկային մտածելակերպով հասկանալ ոնց լինելով Աստծո երեխա, Աստծո ծառայող Աստված ինչ որ մի պահի թույլ է տալի, որ մեր կյանքում նման մի բան լինի։ Բայց գիտես քեզ ասեմ, որ այն որ դու թակարդի մեջ ես, ոչ մի ձևով չի չեղարկում քո կոչումը։ Ամեն, հավատում ես դու դրան։ Դու կարող ես նույնիսկ ինչ որ մի պահ քո կյանքում շղթայված լինես, բայց դու մեկա մնում ես Աստծո ընտրյալը, սիրելիս։ Ուզում եմ մի տեղ կարդանք, սիրելիներս, մի պատմություն, որը շատ հետաքրքիր պատմություն է, եւ ես հավատացած եմ, որ շատերիդ այսօր դա կօգնի հասկանալ ինչու են նման բաներ լինում։ Եկեք բացենք Գործք առաքելոց 12-րդ գլուխ առաջի խոսքից։ Եկեք կարդանք։ Գրված է այս ժամանակ Հերովդես թագավորը ձեռնամուխ եղավ եկեղեցուց ոմանց չարչարելու գործին։ Էդգար եղբայրը խոսում էր Հերովդես թագավորի մասին։ Սա էլ է Հերովդես, բայց սա ուրիշ Հերովդես է։ Ուրեմն կային 3 Հերովդեսներ, որոնք կարելի ասել պապ, տղա եւ որդի էին, թոր։ 3 սերունդ Հերովդեսներ, սիրելիներս, նրանք որպեսի ինչու եմ սա ասում, որտեղ շատ կարևոր պահ է, որ դու հասկանաս ով է Հերովդեսը։ Հերովդեսները բոլոր 3-ը նրանք այն մարդիկ էին, որ ոչ թե ընտրվել էին հրյա ժողովրդի կողմից, ոչ թե Աստված էր ուղարկել իր մարգարեին, որպեսի օծեն այդ թագավորներին, այլ Հերովդեսները այն մարդիկ էին, որոնց նշանակել էին հռոմեական կայսերությունից։ Նրանք Հռոմից նշանակված մարդիկ էին։ Այսինքն հրյաները նրանց չէին սիրում։ Որպեսզի դու ավելի լավ պատկերացնես ինչ է կատարվում, պատկերացրու ինչ որ ժամանակ Թուրքիան, ասենք թե գրավել է Հայաստանը, իշխում է Հայաստանի վրա, ու հայ ժողովրդից նրանք վերցնում են եւ նշանակում են մարդիկ, որոնք կառավարում են քո երկիրը։ Ոչ թե մարդիկ են, ոչ թե հայ ժողովուրդն է ընտրում նրան, այլ Թուրքիան, հասկացանք, չէ՞։ Երկրորդ խոսք. Եվ սրով գրվածը սպանեց Հակոբոսին, Հովանեսի եղբորը։ Այսինքն ուղղակի նա հալածում էր եկեղեցին եւ բռնված քրիստոնյաներից մեկին վերցրեց Հակոբոսին, որը 12 առաքյալներից մեկն էր, առաջի առաքյալը, որին սպանեցին ուղղակի, եւ դա սպանեց Հերովդեսը։ Ուղղակի թրով վերցեց եւ սպանեց։ Նայեք ինչ է կատարվում։ Երրորդ խոսք. տեսնելով, որ դա հաճելի է հրյաներին, բաղարջակերած տոնի օրերին Պետրոսին էլ ձերբակալել տվեց։ Սիրելիներս, ես ուզում եմ, որ դուք հասկանաք ինչ է կատարվում։ Մենք հեսա կշարունակենք մնացածը։ Բայց ես ուզում եմ, որ դուք հասկանաք մի շատ պարզ բան, որ Պետրոսին ձերբակալեցին եւ նստացրեցին ոչ թե նրա համար, որ Պետրոսը քրիստոնյա էր։ Նրան չձերբակալեցին, որովհետեւ նա ավետարանն էր քարոզում։ Նրան չձերբակալեցին, սիրելիներս, որովհետև նա ինչ-որ չարություն էր արել։ Նրան ձերբակալեցին մի պատճառով, որովհետև Հերովդես թագավորը, որին չէր սիրում հրյա ազգը, սպանելով Հակոբոսին, տեսավ, որ հրյա ժողովրդին դա դուր է գալիս, քրիստոնյային սպանելու, եւ որպիսի այսօրվա լեզվով ասելով նոր լայքեր հավաքի Instagram-ում, ասեց դե մի րոպե, ոնց որ թե դուր եկավ ժողովրդի, 500 հոգի նայեց ինձ։ Հələ մի հատ Պետրոսին էլ վերցնեմ սպանեմ, կարող է 1000-ը արդեն սկսեն հավանել ինձ։ Հասկանում եք, չէ՞։ 5-րդ խոսք։ Չէ, 4-րդ խոսք։ Թագավորը բռնեց նրան եւ բանտ դրեց
հանձնելով քառակազմ զինվորների 4 հերթափոխի հսկողությանը։ Այսինքն սիրելիներս մենք հասկանում ենք, որ գործ ունի Հերովդեսը ոչ թե ինչ որ մեկի հետ, այլ Պետրոսի հետ։ Պետրոսը, որը ժամանակ առաջ իր սուրը հանեց, պաշտպանելով Տեր Հիսուս Քրիստոսին եւ կտրեց ծառայի ականջը։ Եվ դրա համար Հերովդեսը չի ուղարկում 1, չի ուղարկում 2, ոչ էլ 4, 4 անգամ 4 գրվածա 16 հոգով նրա կողքն էին։ 5-րդ խոսք։ Պետրոսը պահվում էր բանտում, բայց եկեղեցին նրա համար անդադար աղոթում էր Աստծուն։ Սիրելիներս, որքան կարևոր է, որ չնայած թե ինչ է կատարվում, ինչի համար է դա կատարվում, որ մենք ինչպես եկեղեցի կարողանանք մեր աղոթքներով կանգնել մեկս մյուսի համար։ Ամեն։ Փառք Աստծուն։ 6-րդ խոսք։ Եվ Հերովդեսը ուզեց նրան դուրս բերել, այդ գիշեր Պետրոսը կրկնակի շղթաներով կապված քնած էր 2 զինվորների միջև, իսկ պահակները դռան առաջ պահպանում էին բանտը։ Ես ուզում եմ դու պատկերացնես, սիրելիս, դու գիտես երևի սենց արագ կարդում ես եւ չես հասկանում, թե ինչ է կատարվում։ Կատարվում է հետեւյալը. վաղը, ուրեմն, քեզ պետքա հանեն դատաստանի ու երևի թե Հակոբոսի նման կամ քո եղբոր նման, քրոջ նման, որին մի քանի օր առաջ սպանել են սրով, երևի թե քեզ էլ պետք է սպանեն։ Եվ գրված է, որ Պետրոսը ձերբակալված, այսինքն շղթաները նրա ձեռքերին գցած, կպած 2 զինվորներին, ես չգիտեմ այդ մարդը ինչ հանգստություն ուներ, բայց եթե ես իմանայի, որ վաղ ինձ սպանելու են, ես 100% չէի քնելու։ Բայց Պետրոսը քնած էր, գիտեք ինչի, սիրելիներս, ես կարծում եմ, որովհետև նա ուներ մի օրինակ Տեր Հիսուս Քրիստոսից, երբ որ փոթորիկի ժամանակ, երբ որ ամեն բան խառն էր, ամեն բան դժվար էր, աշակերտները վախեցած են, մոտեցան Հիսուսին եւ ասեցին, դու գործ չունես, Տեր, թե ինչ է կատարվում մեզ հետ։ Եվ Հիսուսը արթնացավ եւ բացացավ, ասեց, դուք անհավատներ։ Եվ կարծում եմ Պետրոսը սիրելիները սովորեց, որ նույնիսկ փոթորիկի ժամանակ նա պետք է վստահի իր Աստծուն։ Ամեն։ Ամեն, փառք Հիսուսին, եկեք ծափարենք մեր Աստծուն։ Նայեք ինչ է կատարվում, 7-րդ խոսք։ Եվ ահա Տիրոջ հրեշտակը եկավ եւ բանտախցում լույս ծակեց։ Նա հրեց Պետրոսի կողին, արթնացրեց նրան ու ասաց. շուտ վեր կաց։ Եվ շղթաներն ընկան նրա ձեռքերից։ Հրեշտակն ասաց նրան. գոտիդ կապիր եւ հողաթափիկներդ հագիր։ Նա այդպես էլ արեց։ Եվ ասաց նրան. զգեստդ վրա գցիր ու ինձ հետևիր։ Դուրս ելնելով նա գնում էր նրա ետևից եւ չգիտեր, որ հրեշտակի կողմից կատարվածը իրական էր, որովհետեւ կարծում էր, թե տեսիլք է տեսնում։ Պատկերացրու, սիրելիներս, եթե հիշում եք, նայեք, սա 12-րդ գլուխն է Գործք առաքելոցի, ընդամենը 2 գլուխ առաջ Պետրոսը տեսիլք է տենում Աստծուց, երբ որ հիշում եք, կտորի վրա իջնում են բաներ եւ տեսիլքից հետո նա երևի մտածում է նորից տեսիլք է, նա չի հասկանում, որ սա իրականություն է։ Տասերորդ խոսք, եւ նրանք անցան առաջին եւ երկրորդ պահապաններից հասան մինչև երկաթյա դուռը, որ դեպի քաղաք էր տանում։ Այն ինքն իրեն բացվեց նրանց առաջ։ Նրանք դուրս ելան եւ մի փողոց անցան եւ հրեշտակն իսկույն հեռացավ նրանից։ Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. այժմ իրապես գիտեմ, որ Տերն իր հրեշտակին ուղարկեց եւ ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու այն ամենից, ինչ սպասվում էր հրյա ժողովրդից։ Եվ սթափվելով եկավ Մարկոս կոչված Հովանեսի մոր Մարիամի տուն
որտեղ շատերը հավաքվել էին աղոթում էին։ Բախեց դրսի դուռը, Ռոդի անունով մի աղախին մոտեցավ լսելու, նա ճանաչեց Պետրոսի ձայնը, ուրախությունից դուռը չբացեց, այլ ներս վազեց ու պատմեց, որ Պետրոսը դռանը կանգնած է։ Խնդրում եմ շրջվիր կողքինիդ եւ ասա ես կանցնեմ դրա միջով։ Սիրելիներս նորից ինչու են վատ բաները պատահում լավ մարդկանց։ Գիտես, ես հիշում եմ մի անգամ երևի նոր առաջի տարին էր, որ դարձել էի հովիվ, ուրեմն մենք սովորություն ունեինք, գոնե շաբաթը մի անգամ դուրս էինք գալի, գոնե 2 հոգով կամ մի քանի, ասենք, զույգերով դուրս էինք գալի ավետարանը քարոզելու։ Ուղղակի եկեղեցում առավոտյան աղոթում էինք եւ ասում էինք Սուրբ Հոգի առաջնորդի եւ գնում էինք միտեղ Գլենդելի կենտրոնում եւ Տերը ցույց էր տալի եւ մենք քարոզում էինք ավետարանը։ Ուրեմն այս մի անգամը մի եղբոր հետ նորից մենք գնում ենք, նստում ենք իմ ավտոմեքենան, գնում ենք դեպի այն կլոր եկեղեցին, որ ժամանակին մենք հավաքվում ենք այնտեղ, եւ զգում ենք, որ պետք է մտնել այդ փարքինգը, մտնում ենք փարքինգ եւ տեսնում ենք 2 ծերեր ինչ որ միտեղ են գնում ու զգում ենք Սուրբ Հոգին, որ ասում է գնացեք իրենց հետևից, իրենք են։ Ու չհասկանալով նրանք արդեն մի քիչ առաջ են անցել, մենք դուրս են գալի, նրանց հետևում ենք եւ նրանք, եթե գիտեք, այդ կլոր եկեղեցու դիմացը մի, այսպես ասած, ծերանոց կա, ոչ թե ծերանոց, այլ ոնց կոչում են ծերերի մանկապարտեզ։ Ուրեմն այս երկուսը մտնում են, այնտեղ դե բավականին մեծ բիզնես է, մտնում են այնտեղ, մենք երկուսով հետևից ծեր չլինելով մտնում ենք, ոչ ոք ոչ մի բան մեզ չի ասում, մտնում ենք մի խաղալու սենյակ, այսպես ասած, մոտ մի երևի 20 հատ ծեր մարդ հավաքված են, չգիտեմ, բիլիարդ են խաղում, ինչ որ խաղեր են խաղում, ես ձեռքս բարձրացնում եմ, ասում եմ սիրելիներս մի վարքյան։ Բոլորը լռում են, ասում եմ ես բան ունեմ ձեզ պատմելու։ Ու սկսում եմ պատմել Քրիստոսի մասին, քարոզում եմ, չգիտեմ, ինչքան երևի մի 10 րոպե, 15 րոպե, եւ ասում եմ կոչ եմ անում, ով ուզում իր սիրտը տա Քրիստոսին, մարդիկ ձեռքերը բարձրացնում են, մենք ապաշխարության աղոթք անում ենք եւ հենց ապաշխարության աղոթքը վերջանում է առաջի այդ ընդմիջման պաուզայի ժամանակ, իրենցից մեկը միանգամից ձեն է բարձրացնում, ասում է այդ ինչու եթե ունես այդպիսի Աստված եւ այդ Աստված սաղը կենթանի է, թույլ տվեց, որպեսզի հայոց ցեղասպանությունը լինի։ Փառք Աստծուն, Սուրբ Հոգին իմ վրա էր, գիտեի ինչ պատասխանել։ Գիտեք, ես մի հատ բան ասեցի իրեն, որը շատ կարևոր է։ Շատ մարդիկ այս աշխարհում հենց այդպես են մտածում։ Մտածում են, որ եթե կա Աստված, որը բարի է, ուրեմն ընդհանրապես չարություն պետքա չլինի։ Պապաս էր այդ անեկդոտը պատմում, նոր հիշեցի, այն որ մարդիկ գալիս են Աստծու մոտ ու ասում են Տեր Աստված, ինչու այսքան սպանություններ լինում, չարություններ լինում, գողություններ, բռնաբարություններ այս աշխարհում, Տեր Աստված պատասխանի, ասա։ Ասում է դուրներդ չի գալի, ասում է չէ, ասում է մի արեք։ Այսինքն, սիրելիներս, Աստված մեզ ստեղծել է այս աշխարհում իր կերպարանքով եւ իր նմանությամբ, ամեն։ Աստված մեզ տվել է իշխանություն եւ կամք եւ ընտրություն, ընտրելու, մենք լավն ենք ուզում լինենք, թե վատը։ Ուզում ենք հետևենք Աստծուն, թե ուզում ենք չարություն անենք։ Այս մարդկանց ես ասում եմ, մի հատ հարց ունեմ ձեզ տալու։ Սիրելի
հայրեր, եթե ես հիմա չար լինելով, բարկացած մարդ լինելով, ձեզ չսիրելով, դանակը վերցնեմ հիմա, բոլորից սպանեմ, ինչ կապ ունի ստեղ Աստված։ Սիրելիներ, գիտեք ինչ եմ սա ասում։ Սա ասում եմ, որովհետև որպեսզի մենք հասկանանք, որ վատ բաները կարող են կատարվել լավ մարդկանց հետ։ Որ այն ինչ որ արեց Հերովդեսը Պետրոսի հետ, դա կապ չուներ, նորից եմ ասում, Պետրոսի քրիստոնյության հետ, այսինքն ինչ որ կապ ուներ, բայց հավատքի կամ քարոզչության համար նրան չնստացրեցին։ Նրան բռնեցին մենակ մի բանով, որովհետև Հերովդեսը ունենալով իշխանություն այդ երկրում, նա որոշեց հաճեցնել հրեաներին, ձայներ հավաքել եւ դրա պատճառով նստացրեց Պետրոսին։ Սիրելիներս, իմ դեպքում, երբ որ ես ունեի այդ փոքր ռեստորանը, դա ոչ թե իմ սխալն էր, ոչ թե որովհետև, չգիտեմ, սատանան էր իմ հետևից ընկել, ոչ թե ինչ որ մի պատճառով, այլ որովհետև ուղղակի այդ տարին, եթե դուք չգիտեմ հիշում եք թե չէ, որոշեցին, որ ձմեռվա եւ ամառվա սեսիաները Glendale College-ում փակեն ուղղակի բյուջետի պատճառով, որովհետև ճգնաժամ էր երկրում։ Ու դուրս եկա, որ ես 3 ամիս աշխատում էի փող, 3 ամիս փողը կորցնում էի։ 3 ամիս աշխատում էի, 3 ամիս կորցնում էի։ Այսինքն, գիտեք, ցավոք սրտի մարդիկ, նորից եմ ասում, փորձում են գտնել ինչ որ մեղավորի, ինչի է սա կատարվում։ Դու փորձում ես գտնես մեղավորի, թե ինչի քո կյանքում այսօր կա այդ խնդիրը։ Դու փորձում ես մեղադրել սատանային, սատանան իմ հետևից է անգել, լսի, ոչ։ Կամ փորձում ես ասել, սա կատարվեց, որովհետև այս մարդը այսպես արեց։ Դա երկրորդ տիպի մարդիկ են։ Երրորդ տիպի մարդիկ, նրանք են, որ իրենց են մեղադրում։ Ես էի մեղավոր։ Իհարկե, սիրելիներս, լինում է դեպքեր, որ մենք սխալներ ենք գործում, բայց ես խոսում եմ հիմա այն դեպքերի մասին, որ ոչ մենք ենք սխալ գործում, ոչ ուրիշներն են սխալ գործում, այլ ուղղակի կատարվեց դա։ Եվ սիրելիս, գուցե այսօր դու հենց այդ վիճակում ես, որ քո կյանքում կատարվել է ինչ որ մի բան, որ քո պատճառով չի, գուցե քեզ աշխատանքից են հանել։ Գուցե այսօր հիվանդություն ունես։ Գուցե հարաբերությունների մեջ խնդիր ունես դու, ես չգիտեմ ինչն է քո խնդիրը, բայց ես գիտեմ մի բան, որ կա մեկը, որ քեզ կարող անցկացնի դրա միջով։ Դրա համար սիրելիներս, ես շատ ուզում եմ, որ մեր եկեղեցում մենք իմանանք, որ վատ բաներ ցավոք սրտի մեկ-մեկ կարող են կատարվել մեր կյանքերում, լավ մարդկանց կյանքում։ Այսօր կինս առավոտյան շատ լավ քարոզ արեց եւ խոսում էր նրա մասին, որ փորձությունները գալիս են։ Հիսուսը ինքը ասեց փորձությունները գալիս են։ Եթե Հիսուսին փորձեցին, կարծում եմ մենք էլ կփորձվենք։ Չէ՞։ Որովհետև փորձվելու ժամանակ երևում է ինչից ես դու սարքված։ Փորձվելու ժամանակ ինչքան է դժվար է, ինչքան է ցավոտ է, երևում է, թե դու քո տունը կառուցել ես ավազի վրա, թե ամուր ժայռի վրա, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Որովհետև ցավոք սրտի մենք տեսնում ենք մարդիկ հենց մեր եկեղեցուց, որ ինչ որ մի բան գալիս է, շարժում է նրանց կյանքում, ինչ որ մի վիշտ է, ցավ է լինում, եկել ու չկա մարդը, վիրավորվում են եկեղեցուց, վիրավորվում են Աստծուց, վիրավորվում են քույր եղբայրներից։ Բայց իմ նպատակը այսօր նրանում է, որպեսզի ես կարողանամ ձեզ հասցնեմ այդ ուղերձը, որ սիրելիներս, մի վիրավորվեք, մի շեղվեք, Աստված բարի է, Աստված հավատարիմ է, ամեն, փառք Հիսուսին, փառք Աստծուն։ Դրա համար սիրելիներս, բացի ցեղասպանությունից մեր մոտ մենք գիտենք ինչքան բաներ են աշխարհում չար կատարվել, հələ մի հատ հիշեք, 1.5 միլիոն հայ են սպանել, բայց մոտ 6 միլիոն հրեա են սպանել։
Ինչու, որովհետև ուղղակի որոշեցին, որ այդ ազգը չի համապատասխանում, բայց իրականում դա նախանձ էր։ Դուք գիտեք, ես չգիտեմ գիտեք թե ոչ, բայց 90-ական թվերին անցյալ դարի Աֆրիկայում կա մի երկիր, որի կոչվում է Ռուանդա։ Ռուանդայում ապրել են, կարդացեք դրա մասին, ապրել են երկու ազգեր։ Ուրեմն այդ մի ազգը նրանք ավելի շատ եղել են բարձր խավի մեջ, այսինքն եղել են ավելի շատ զբաղվել են տնտեսությունով, բիզնեսով եւ այլը։ Մյուս ազգը, որ ապրում էր նույն երկրի մեջ, դրանք ավելի շատ զբաղվում էին մնացած գործերով։ Եվ մի պահ եղավ հեղափոխություն, եւ այս մի ազգը, որը ավելի ցածր աշխատանքով էր զբաղվում, սպանեցին մոտ համարյա 1 միլիոն։ Ժորժ ջան, մենք 15 թվի մասին գիտենք, որովհետեւ մեր ազգն է, բայց սա եղել է ընդամենը 30 տարի առաջ։ 30 տարի առաջ մի երկրի մեջ Ռուանդայում գնացեք կարդացեք, մի ազգը, որը նույն ազգն է, չէ՞, ոնց որ մի տոհմը եւ ուրիշ տոհմը, մի տոհմը մորթել է մնացածին։ Ինչու՞։ Ուղղակի տենց որոշեցին իրանք։ Պատահում են, վատ բաները պատահում են, սիրելիներս։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ այստեղը Հովհաննես 9-րդ գլուխ առաջի խոսքից, ասում է, մինչ Հիսուս անցնում էր եւ ի ծնե կույր մի մարդու տեսավ, նրա աշակերտները հարցրին նրան. «Ռաբի, ով է մեղանչել, որ նա կույր է ծնվել, նա թե նրա ծնողները»։ Չէ՞, շատ տիպիկ բան է, ինչի մասին որ ես խոսում եմ։ Այսինքն մենք փորձում ենք միշտ հասկանանք, այսինքն այս ում մեղքն է, ինքն է մեղավոր, թե պապն է մեղավոր, թե իր հայրն է մեղավոր, մայրն է, ում մեղքի պատճառով է այս մարդը ծնվել կույր։ Ու Հիսուսը շատ հրաշալի պատասխան է տալի։ Ասում է ոչ նա, կարդամ որ ավելի ճիշտ լինի։ Ասում է 3-րդ խոսք, Հիսուսը պատասխանեց, ոչ նա է մեղանչել, ոչ էլ նրա ծնողները, այլ որպեսզի նրա միջոցով Աստծո գործերը հայտնի դառնան։ Նայեք, սիրելիներս, գիտեմ, այստեղ շատերը շփոթվում են ինչով, մտածում են Աստված հատուկ նրան կույր է ծնել, որպեսզի հետո ինքը փառավորվի։ Տենց մի մտածեք։ Այդ սխալ մտածելակերպ է։ Աստված չի տալի կույրություն, այսինքն, դե լավ, տղաս, մի 30 տարի կույր ապրի, մի քիչ տանջվի, ես կգամ, որ փառավորվեմ, ինձ մարդիկ նայեն, ասեն, «Էս ինչ լավն է այս Աստված»։ Ճիշտ չեք հասկանում։ Սա ասում է նրա մասին, որ ուղղակի այդպես է ստացվել, բայց նրա միջոցով Աստծո գործերը կերևան։ Պետրոսը բանտարկված էր, ոչ թե Պետրոսի մեղքով, ոչ թե ուրիշի մեղքով, ոչ թե իր կնոջ, ոչ թե երեխայի պատճառով, ոչ թե եկեղեցու, այլ այդպես ստացվեց։ Եվ մենք տեսանք Աստծո փառքը, սիրելիներս։ Նայեք, դու կարող ես հիմա մտածես, չգիտեմ, ուզեցի ասեմ սա, որովհետև գուցե մեկի մտքով սա անցավ։ Կարող ես մտածես, բա այդ ոնց տենց եղավ, առաջի առաքյալը Հակոբոսը նամահացավ։ Իսկ Պետրոսը չէ։ Սիրելիներս, նայեք, մենք, ես ուզում եմ հասկանանք, մենք քրիստոնյա ենք։ Մենք ամբողջովին նվիրված ենք Աստծո գործին։ Ամեն։ Եվ մենք վստահում ենք, որ ամեն բան լավ է։ Եվ այո, այդպես ստացավ, որ Հակոբոսի միսիան արդեն ավարտվեց։ Մենք մարդկայինով չենք կարող հասկանանք։ Ոնց որ նույնպես գրված է, երբ որ Հիսուսը խոսում էր Պետրոսի հետ նրա վերջի ժամանակների, նրա մահվան մասին, Պետրոսը պտտվեց եւ Հովհաննեսին ցույց տալով ասեց, բա ոնց սա, Տեր, ասեց քո ինչ գործն է, դու ինձ հետևի։ Դրա համար Հակոբոսի ժամանակը եկել էր եւ Տերը թույլ տվեց, որպեսզի նրան սրով առնեն։ Եվ նա միանգամից հայտնվեց Աստծո թագավորության մեջ։ Բայց Պետրոսի ժամանակը դեռ չէր եկել։ Պետրոսը դեռ գործ ուներ անելու, սիրելիներս։ Ամեն, փառք Հիսուսին, փառք Տիրոջը։
Փառք Աստծուն։ Դրա համար սիրելիներս, այստեղ գլխավոր միտքը, որ ես ձեզ ուզում եմ ասեմ այսօր, որ քեզ միշտ չի, որ միայն ուղակի հրաշք ա պետք։ Լսում ես, ժողովուրդ, մենք շատ ժամանակ աղոթում ենք հրաշքի մասին, բայց մեզ միշտ չի, որ հրաշք ա պետք։ Գիտես մեզ ինչ ա պետք։ Մեզ ուղակի պետք է, որպեսզի Աստված մեզ անցկացնի այդ իրավիճակներով։ Ոնց որ Պետրոսին անցկացրեց, վերցրեց եւ հանեց այդտեղից։ Ամեն։ Արդեն գալիս ենք ավարտի, կխնդրեմ փառաբանության թիմը գա։ Առաջի միտքը, ինչ որ ես ձեզ ուզում եմ ասեմ, սիրելիներս, որ սովորիր հանգստանալ փոթորիկի մեջ։ Սա քրիստոնեական բան չի, սա ճապոնական իմաստություն է, ես մի օր կարդացել եմ ու շատ տպավորվել էի դրանից։ Ոմանց ասել եմ դա, ասում է, եթե դու ունես մեծ խնդիրներ եւ դու կարող ես դա լուծել, գիտես որ կարող ես, ինչ կարիք ունի անհանգստանաս։ Ասում է, եթե դու ունես մեծ խնդիրներ ու դու գիտես որ չես կարող լուծել, էլի ինչ կարիք ունի անհանգստանաս։ Մեր լեզվով քրիստոնեական ասած, սիրելիներս, ուղղակի վստահիր Աստծուն։ Ինչքան էլ իրավիճակդ քո ծանր է հիմա թվում եւ թվում է թե ելք չկա, հավատա, որ կա ելք։ Հավատա, որ կա ելք։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ես էլ սիրելիներս, երբ որ իմ հետ կատարվում էր այդ ռեստորանային իմ գործերի մեջ, առավոտից երեկո, որ արդեն փակեցի, փողերը կորցրեցի, ուղղակի հատակին պարկած աղոթում եմ եւ ասում եմ, Տեր, ինչու, ինչ ա կատարվում, Տեր, ինչ ա կատարվում։ Եվ գիտեք, շատ պարզ եկավ ինձ այդ տեղը Աստվածաշնչից, որի մասին շատերը լսել եք, Հռոմեացիս 8:28։ Ուղղակի այդ Աստված տվեց ինձ այդ խոսքը։ Գրված է, բայց գիտեք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են նրա կամքով։ Ու ես մտածեցի, Տեր, ես սիրում եմ քեզ, ու ես գիտեմ, որ ես կանչված եմ քո կամքով։ Ուրեմն ամեն բան բարի գործակից է լինելու։ Հիմա ես դա չեմ տենում։ Հիմա ամեն բան վատ է։ Հիմա ցավ է, հիմա կորուստ է, բայց ես հավատում եմ։ Ու այդ օրվանից, երբ որ ինձ այս խոսքը տվեց Աստված, ես ամեն օր դա կրկնում էի։ Չնայած իմ զգացմունքների, չնայած այն խավարի, որ իմ շուրջն էր, սիրելիներս, ես ուղղակի ամեն օր ասում եի եւ հռչակում էի, Տեր, ես գիտեմ, որ ամեն բան քեզ սիրողներին բարեգործակից է լինում։ Գիտես, երբ որ արդեն ունես խոսք Աստծուց, ինչից բռնվես, կարծում եմ Պետրոսն էլ բանտում պարկած, քնած, նա արդեն ուներ այդ խոսքը, դրա համար էլ հանգիստ էր, որովհետև մինչև չունես խոսք, չունես հանգստություն, հենց ստանում ես Աստծուց խոսք, դու ունես հանգստություն։ Պետրոսը հանգիստ քնած էր։ Եվ երբ որ դու արդեն հանգստության մեջ ես, ուղղակի սպասում ես, այդ ժամանակ Տերը գործում է։ Դրա համար երկրորդ կետը, որ ուզում եմ ասեմ, որ եթե Աստծո հրեշտակը տանում է քեզ բանտից դուրս, արդեն այդ իրավիճակից դուրս, մի մտածի, գնա, ուղղակի գնա, մի սկսի, ինչ ես կարծում, անեմ, չանեմ, ուրիշ մարդկանց հարց ու փորձ, եթե Տերը քեզ ճանապարհ է բացում, գնա, շարժվի առաջ, որովհետև հենց այդ շարժման մեջ է, սիրելիներս, որ Աստված սկսում է գործել։ Երբ որ ես այդ խոսքը ստացա եւ աղոթում եմ, ասում Տեր, ու ինչ, հետո ինչ, ու սպասում եմ ուղակի, թե ինչ է կատարվելու։ Մեկ եմ նոր խոսք բարձացավ, Մատթեոս 10:23-ը ասում է, երբ ձեզ այս քաղաքում հալածեն, դեպի մեկ ուրիշ քաղաք
մի ուրիշ փախեք, որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի մինչև մարդու որդու գալուստը։ Այսինքն իմ համար այդ դեպքում դա չի նշանակում հիմա որ դու դա պետք է անես, բայց իմ համար դա էր։ Ես դրա համար վերցրեցի իմ ընտանիքը վերադարձա Մոսկվա, որովհետև նորից խոսք էի ստացել Աստծուց։ Կոնկրետ Աստված ասեց, եթե քեզ հալածում են վերկաց գնա, ես չէի կարող հասկանալ։ Ինչու ես արդեն 7 տարի ապրել եմ այս երկրում։ Ու գիտես, երբ որ ես խոսքը ստացա, արդեն ինչ որ առաջարկություններ էին անում, բայց ես արդեն գիտեի, որ ես պետքա գնամ։ Հալելույա։ Դրա համար սիրելիներս, շատ ժամանակ մենք պետք է հասկանանք, որ մենք մարդիկը սիրում ենք շրջակցել, փախնել իրավիճակից։ Եթե կոնֆլիկտ ա լինում, փախնում ենք։ Եթե խնդիր ա լինում, փորձում ենք փախնենք։ Բայց իմ միտքս այսօր սա է, եկեք թույլ տանք, որպեսզի Աստված անցկացնի։ Որովհետև Աստծո խոսքը ասում է, որ փորձություն քեզ չի տրվում ավելի շատ, քան թե դու կարող ես տանես։ Աստված գիտի քո տեղը, Աստված գիտի դու ով ես, Աստված գիտի ինչի մեջ ես դու։ Աստված քո համար ունի ելք, սիրելիս։ Դու հավատում ես դրան։ Հալելույա, փառք Աստծուն։ Եվ գիտես, երբ որ դու անցնում ես նեղությունների միջով, սիրելիս, գիտես ինչն է ամենակարևոր բանը քո մեջ մարզվում, քո վստահությունը Աստծուն։ Երբ որ դու մի անգամ անցնում ես նեղության կամ դժվարության մեջ, ճգնաժամով, եւ Աստված գալիս է իր ձեռը մեկնում է, ոնց որ Աբրահամի դեպքում, չէ՞, նա որդուն բերեց, Աբրահամը բերեց, բայց Աստված ասեց մի արա, արդեն նա գիտեր իր Աստծուն, նա գիտեր, որ իր Աստված իր հարցը լուծելու է։ Երբ որ ես անցա ինքս այս ամեն ինչի միջով, ես սովորեցի վստահել Աստծուն։ Դրա համար դրանից հետո ինչ իմ կյանքում լինում էր, ու դուք գիտեք ավելի դրանից վատ բան էլ ա եղել իմ կյանքում, ես արդեն գիտեի, որ Աստված հավատարիմ է, որ Աստված հավատարիմ է։ Եվ սրանով ուզում եմ ավարտեմ, սիրելիներս, մի պատմություն, որ կարդացել եմ սրա մասին, մի ուրեմն մարդ, հեսա նայեմ անունը, Կուրտ Ռիխտեր անունով, 50-ական թվերին, ուրեմն մի էքսպերիմենտ անում, որը շատ դաժան էքսպերիմենտ էր, բայց շատ կարևոր։ Եվ էքսպերիմենտը սրանում էր, ուրեմն նա վերցնում է 3 հատ ապակե, այսպես վազաների նման ինչ-որ բաներ, անոթներ, լցնում է ջուր 3-ի մեջ և ամեն մեկի մեջ գցում է մի հատ մուկ և սպասում է, թե ինչքան նրանք կդիմանան մինչև խեղդվեն։ Ու հետաքրքիր է գրված է, որ 3 մուկն էլ մոտավորապես 15 րոպեից ուժասպառ եղան և սկսեցին խորտակվել։ Եվ հենց խորտակվելուց առաջ այս մարդը ձեռքը գցել է, բարձրացրել է, հանել է մկներին, պահել է, որպեսզի նրանք վերականգնվեն մի քիչ, ու գիտեք ինչ ա արել։ Նորից գցել է ջրի մեջ։ Դուք գիտեք քանի ժամ են նրանք մնացել այդ ջրի մեջ։ Ոչ թե 15 րոպե, մոտ 60 ժամ արդեն։ 60 ժամ։ Գիտես ինչու։ Որովհետև իրենք իրենց մեջ արդեն գիտեին, որ շանս ունեն փրկվելու։ Եկեք կանգնենք ոտքի։ Փառք Հիսուսին, սիրելիներս։ Սիրելիներս, ես եկել եմ ձեզ ասեմ, օգնությունը ճանապարհին է։ Օգնությունը ճանապարհին է։ Ձեր Աստված ձեզ չի մոռացել։ Չկասկածեք։
օգնությունը ճանապարհին է։ Եթե դու այն մարդն ես, որը ունես նման խնդիր եւ կարիք ունես, որ քեզ Աստված անցկացնի, ուղղակի ձեռքը դիր սրտին, ես ուզում եմ աղոթեմ քո համար։ Հալելույա։ Հայր իմ Աստված, ես աղոթում եմ իմ սիրելի եղբայրների եւ քույրերի համար, որոնք այստեղ են, նրանք որ նայում են մեզ։ Ես աղոթում եմ Տեր, որպեսզի ինչպես դու ծրագրավորել ես արդեն, անցկացնես նրանց, Տեր, այն նեղությունների միջով, որի մեջ նրանք կան։ Ես խնդրում եմ, Տեր, խնդրում եմ, որպեսզի հատուցես ամեն մեկին, որպեսզի հանես խնդիրներից, որպեսզի ազատես, բժշկես, վերականգնես, նորոգես, զորացնես, Տեր։ Ես օրհնում եմ, Տեր, իմ սիրելի եղբայրներին եւ քույրերին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն եւ ամեն։ Փառք Հիսուսին, փառք Հիսուսին, մեր Աստված, զորավոր Աստված է, եւ նա քեզ չի մոռացել։ Ամեն։ Սիրելիներս, միջև մի երկով էլ փառաբանենք Աստծուն, սրտումս ունեմ, որպեսզի խոսեմ եւ երևի թե պետք է սկսեմ խոսել, կարող եք նստել մի երկու րոպեով, ուզում եմ խոսել այս ծրարի մասին։ Անկեղծ ասեմ ձեզ, չեմ սիրում խոսել ֆինանսների մասին, բայց այսօր այս տունը կարիք ունի։ Հիշում եք, մենք ամիսներով աղոթում ենք, որպեսզի նոր շենք ունենանք։ Ու դուք գիտեք հրաշքը, որ Աստված գործեց, իրականում հրաշք։ Փառք Աստծուն։ Ու գիտես, երբ որ դու կարդում ես Աստվածաշունչը, դու տեսնում ես, որ նման դեպքեր եղել են Աստվածաշնչի պատմություններում, որ երբ որ թե քաղաքը կառուցելուց, թե տաճարը կառուցելուց, թագավորները նույնիսկ, որոնք հարուստ էին, մեկը կոչ էին անում, որպեսզի մարդիկ զոհաբերեն։ Եվ հենց այդ մարդկանց զոհաբերություններով էր, որ տաճարները կառուցվում էր, քաղաքները կառուցվում էր։ Ամեն։ Ես գիտեմ, մենք զոհաբերում ենք, մենք տալիս ենք մեր տասանորդները, փառք Աստծուն, բայց այսօր ես տասանորդի եւ զոհաբերության մասին չեմ ուզում խոսամ։ Ես ուզում եմ խոսամ, որպեսզի այս ծրարը ինչ որ միտեղ են վերջում դրածը, սա առանձին ծրար է։ Եթե նայեք, բացեք, եւ գիտեք, սա խոսում եմ նրա համար, նորից եմ ասում, սիրելիներս, որովհետեւ շատ կարիք ունենք մենք։ Չեք կարող պատկերացնել, արդեն տասնյակ հազարավոր դոլարներ ծախսել ենք, սկսել ենք փոխել ներքևի այդ փայփերը, տրուբաները, որովհետև սաղ փթած էր, այսենց կպնում էր և փշրվում էր, 56 թվին ոնց սարքել էին, այտենց մնացել էր, և մեծ շենք ունենք, և ստեղից նստածներից մեկը գիտի, ես հատուկ 100,000 արդեն պարտքով փող եմ վերցրել, որ կարողանամ շարունակեմ, որովհետև չի հերիքում։ Բայց մենք պետք է կառուցենք, սիրելիներս։ Դրա համար առաջարկում եմ այս թղթիկների վրա, խոսալու եմ ես, հաճախ եմ խոսալու, կփորձեմ ամեն կիրակի, մինչև մենք այդ գումարները կարողանանք հավաքենք, որ վերջացնենք այս շենքը։ Ուրեմն կբացեք կնայեք, կարող եք ուղղակի ասենք թե դուք կարողանում եք այսօր տրամադրել, չգիտեմ, $50 ամիսը, բացի ձեր տասանորդներից եւ մնացած զոհաբերություններից։ Ուղղակի կարող եք նշել կամ միանգամից դնեք push pay-ով, որ ամեն ամիս ձեր մոտից այդ $50 վերցնվի։ Դառնաք պարտնյոր, գործընկեր։ Այստեղ կիսել ենք մի քանի գործընկերների, ասենք մակարդակների, սա բրոնզե գործընկեր, ասենք $10-ից $90, արծաթե 100-ից 490, ոսկե գործընկեր 500-ից 999, պլատին է գործընկեր 1000-ից մինչև $4990 և ադամանտ է 5000-ից և բարձր։ Ես չգիտեմ, որ գումարն է քեզ հնարավոր քո մոտ, բայց ես ձեզ ասեմ, եթե ամեն մեկս ինչ-որ մի գումար ստաբիլ կարողանանք որպես գործընկեր տանք եկեղեցուն,
մենք կավարտենք այս շենքի գործը, սիրելիներս։ Եվ ոչ միայն գործը կավարտենք, ոչ միայն վերանորոգությունները, բայց հավատացեք, այսօր մենք այս շենքի համար, սիրելիներս, վճարում ենք 4 անգամ ավելի ամսական, քան թե առաջվա շենքի համար։ 4 5 նույնիսկ 5 անգամ 5 անգամ ավել։ Պատկերացնում եք, չէ՞։ Սիրելիներս, ես գիտեմ, որ ես իհարկե իմ հույսս ձեր ֆինանսները չի։ Իհարկե իմ հույսս Աստված է։ Ամեն, բայց այնքան լավ այսօր Էդգարը խոսք ասեց, լուրջ եմ ասում։ Ասում է այդ մոգերը, ասում է իրանք նույնիսկ գուցե չէին հասկանում, որ իրենց ոսկիները, արծաթները, իրենց զոհաբերությունները բերելով Քրիստոսին կատարում են մարգարեություն Աստծո, որ չհասկանալով նրանք չէին իմանում, որ հեսա շուտով փոքր Հիսուսին պետքա տանեն Եգիպտոս եւ ինչ որ մի ձև պետքա ապրեն դրանով, հետո պետքա վերադառնան եւ այդ գործը կատարվի։ Ոնց? Հենց այդ գումարներով։ Այսօր ես կոչ եմ անում հենց նույն push pay-ով, սա տանում է մեր այդ push pay-ի վրա, այնտեղ կարող եք ընտրել recurring payment, այսինքն որոշել ես, չգիտեմ, $50, թող այդ 50 ամիսը լինի, որ քեզ հարմար լինի, որ չնեղվես, okay? Կարող է մի հատ զոհաբերության կանչ լինի, որ ուզենաս շատ անես, դա մի բան է, բայց սա ամսական պարտներության մասին է։ Բայց մտածիր, հիմա ամեն մեկս, որ այդ գումարը կարողանանք ամսական ամեն ամիս ցանենք, մենք կկարողանանք շարժվենք առաջ, սիրելիներս։ Լավ։ Դրա համար, եթե դժվար չի, վերցրեք, ես ինքս մասնակցում եմ ու ուզում եմ անպայման դա անեմ, որովհետև սա կարևոր է։ Սա մեր Տիրոջ տունն է, սա մենք պետք է սարքենք ու ես հավատում եմ, գիտես իմ մեջ անկեղծ ասեմ, երկու անձնավորություն կա, այսինքն ինչի նկատի ունեմ, Ռուբենը, որ ասենք տնտեսությունից հասկանում է, կարում է հաշվել, եւ հոգեվոր Ռուբենը։ Ուրեմն իրանք միշտ կռվի մեջ են, որտեվ այն տնտեսությունից հասկացող ասում է, սա ձև չկա ծածկելու, որտեվ շատ մեծ է ծախսը։ Մյուսը ասում է, չէ Ռուբեն, վստահիր Աստծուն։ Աստված կանի ամեն բան։ Դրա համար սիրելիներս, եթե քո սրտում դա այդ լույսը վառվեց, եթե ուզում ես դառնաս պարտներ, չէ՞ մենք 1000 հատ դրսում բաներ ունենք, չգիտեմ ինչ որ համոզված եմ, գիտես քո Apple App Store-ում մի քանի հատ բանը subscription ջնջես, արդեն կլինի այդ գումարը։ Նորը Ֆլորիդայում հովիվ Արտուրին օգնում էի, երևի մի ամսական $200 էկոնոմիա արեց իրան, որովհետև ինքը չգիտեր ոնց այդ subscription-ները անջատեր։ Ասում եմ օգտագործում ես, չէ, կարամ անջատեմ, հա, լուրջ եմ ասում։ Ու մենք լիքը բաներ տենց վերցնում ենք, ամսական հանում է մեր մոտից, բայց կանանք այդ գումարը օգտագործենք Աստծո տաճարը կառուցելու համար։ Ամեն։ Փառք Աստծուն։ Եկեք աղոթենք։ Եթե քո որոշումը տունես, եկեք կանգնենք ոտքի, ուղղակի առանց բանի, դու քո ժամանակին, երբ ուզում ես, երբ պատրաստ ես, ծրարները վերջում կան, Տեր իմ Աստված, մենք աղոթում ենք ամեն մարդու համար, ամեն կնոջ համար, ամեն երիտասարդի համար, ով որոշում է ընդունել գործընկեր դառնա Տեր։ Մենք աղոթում ենք Տեր, որպեսզի օրհնես մարդկանց, որպեսզի այն գումարը, որ նրանք ցանում են, ինչպես գործընկեր Տեր ամսական, որպեսզի դրա 10 պատիկը, 100 պատիկը դու 10 նրանց Տեր, որպեսզի այսօր եթե նրանք որոշել են տան, չգիտեմ, $300 Տեր, այնքան նրանց մոտ շատանա, որ նրանք որոշեն 1000 տան ամիսը։ Ես օրհնում եմ Տեր Աստված ամեն տվողին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն եւ ամեն։